Ողջույն։ Չի կարող պատկերացնել, որ կանցնեն 8 երկար տարիներ եւ 8 տարի հետո ես կդառնամ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը, ճակերտավոր կամ պարզապես համակրողը, հարգողը։ Ինձ համար այսօր Գագիկ Ծառուկյանը անկախ իր մութ ու ես չգիտեմ ինչ անկյուններով իր կյանքի անցած ինչերի մեջով անցել խարդախություններ, ով է իր գլխին կանգնած, ով է իրան ստեղծել, ով է իրան բերել քաղաքական դաշտ, ով իրան ստիպեց, որ նորից ինքը մասնակցի ընտրություններին, անկախ ամեն ինչից, այսօր Գագիկ Ծառուկյանը ինձ համար ավելի շատ հարգանք է վայելում, քան թե Հայաստանի ցանկացած ուրեմն չինովնիկ իշխանավոր այն բանկարողի փնթի գեղցու մասին էլ չեմ ասում։ Ուրեմն նայում ենք այս կադրերը, բայց ես ուրիշ բանի մասին ուղղակի ուշադրություն դարձրեցի։ Հիմա ամբողջ օր արդեն երկրորդ օրն է, ամբողջ օրը խոսում են մարդիկ, դրա մասին քննադատում են, սպորտսմենները չկան, լռում են եւ այլ, բայց ես նայում եմ, մանավանդ ասել եմ, Հայաստանին, հայաստանցիներին, երբ որ մի քիչ հերվից եք նայում, դրսի աչքերով, հերվից, վերևից, այնքան ծիծաղելի է, ամեն բան ինչ որ տեղի ունենում այս երկու օրը, այնքան ծիծաղելի է, որ երեք դրել եմ անկերոջս եմ ցույցվել այդ կադրերը հաթաթ ուշադրություն հրավիրելով այդ դիմակներով այդ ճլորած գեղացի տղերքը, որ ԱԱՑ-ում են աշխատում, այդ գրպանային ԱԱՑ-ն, այդ 35-աշյան շոքի պայմաններում այդ սև համազգեստը դիմակներով դեմները փակած, այդ Գագիկ Ծառուկյանի տուն ներխուժելու այդ շնչակտուր այդ բանա, չէ, բլրի պես այդ վազելը, որ հասնեն այն այգեպանին դնեն գետնին, այն վարորդին դնեն գետնին, այն բանի Մաուգլի մուլտիպես 20 հոգով են գելեին Գագիկ Ծառուկյանի վրա, որտեվ Նիկոլը մի խղճուկ ողորմելի, մի ճղճիմ դիկտատոր ասեմ, ինչ ասեմ, վրեժխնդիր, հիշաչար մի ոչնչություն հրամաներ տվե, որ անպայման կփռե գետնին, կնկարեք ու կբերեք, որ մարդիկ ցույց կտան։ Չեմ ասում այդ տեսարանը, չեմ ասում այդ է ասում Մաուգլի այն մուլտիպես, որ հարցակվում են մի 20 հոգով վրեն, ասենք այդ կապիկներ, այդ ԱԱՑ-ն այդ կապիկներն էին ինձ հիշեցնում։ Այդ կապիկներն են, որ 100 դրամով, $100 որ ադրբեջանցին վճարի, իսկ իրանց ԱԱՑ-ի պետին վճարի $10,000, նրա ստավկեքը մի քիչ բարձր է։ Ոտով գլխով Հայաստանը կվաճառեն։ Որ ԱԱՑ-ն, որ այսօր կոչված է լինելու ազգային անվտանգության ծառայություն, այսօր քննչական կոմիտեի, դատախազության, մենթերի, բոլոր ուժային կառույցների ԱԱՑ-ն դարձել է Նիկոլի գրպանային, ինչ ասեմ, մակլավիկներ ասեմ, ինչ ասեմ, վեցնոցներ ասեմ, ինչ վիրավորական բառ ասեմ, որ ԱԱՑ-ի աշխատողները վիրավորվեն, որ ԱԱՑ-ի տնօրենը, ես իմ ղեկավարը, վարչության պետը դարակից ատրճանակը հանին ու ինքնասպան լինի, ինչպես առաջ եղել են պատիվ ունեցող սպաները։ Ծիծաղալու բան, ծիծաղալու, բայց գիտեք ինչն է ավելի շատ ինձ զայրացնում, որ հասարակության մեջ, նո այն ժեխը չեմ ասում, ժեխը իր ժեխ մտածելակերպով մտածում է սա Գագիկ Ծառուկյանին իր տնից պիտի անեն, սարքեն այնտեղ ծերանոց ինքը իր հերնումերը գնան այդտեղ ապրեն այդ սովածները, կամ այն 17 թվականի ռուսական հեղափոխությունից հետո այն սոված մուժիկները բանվորա գյուղացիական, որ ներխուժեցին մեծահարուստների տները, սկսեցին թալ անել, հիմա այս ԱԱՑ-ն է երևի, այս կյանքում այդ դիմակավորված այդ գեղացի տղերքը, որ կյանքում մի կոշփորով հասկերացել չկան երևի, մտել էին տուն էին, տեսե աշկերները չռել էր եւ այլ, նույնն էլ հիմա ժեխը հրճվում է, մտածելով թե հեսա կարողա պետքա բերեն Գագիկ Ծառուկյանի տունը մաս, ասես փոքր կտորի բաժանեն, ամեն մեկին մի բան պետքա տան։ Բայց այդ բոլորի հետ միասին էլ ինձ շատ հիասթափեցնում է, որ դրանց մեջ կան մարդիկ, որ դու մտածում ես այդ մարդիկ պետքա մի քիչ խելք ունենան, էլ ինչ որ ասենք կրթություն ունեն, կամ ինչ որ լավ են ապրում, կամ ապրում են արտասահմանում, ինչ որ մի բան են տեսնում, լավ կյանք են տեսնում, օրինականություն են տեսնում, օրենք են տեսնում, ու ընկել են սես բաների հետևից ու հրճվում են սես բաներով։ Ու
երեք մի երկու օկու հետ էլ խոսացի, վիճեցի, բա Ծառուկյանը սենց ու չեն կարող մարդիկ էլեմենտար մի բան հասկանալ, որ Ծառուկյանը մի բարի պտուղը չի, բայց Ծառուկյանին եթե պետքա ինչ-որ մի բանով քրեական պատասխանատվության ենթարկեն, դա պետքա լինի օրենքի սահմաններում։ Քանի օկու հարցրեցի, թե մանիկենները ինչ էին արել, բա դու չգիտես, կարմիր գիրք, բաներից են խոսում, ասում եմ, եղբայր, կա որսի շրջան, աշխարհի բոլոր երկրներում որսը օրինական է, ինչ-որ տարվա ինչ-որ մի շրջաններում, որը շրջաններում անօրինական է, երբ որ անօրինական է, դա կոչվում է որսագողություն։ Հիմա այս մարդ այդ կենդանները Հայաստանում չկան։ Այդ կենդանները տարբեր երկրներում է երևի որսացել, դրանց մանիկենը սարքե բերել դրել են։ Դրա համար օրենք կա։ Գնացեք օրենքով բնապահպանները, կենդանի սիրողները թող դիմեն դատարան, պետությանը, ես չգիտեմ, հետաքննություն անեն, դատարանը պարզի, որ այդ որսը կատարվել է, Գագիկ Ծառուկյանը կատարել է որսագողության միջոցով, եկեք պատժեք, տուգանեք, տարեք, դատեք, բայց հիմա այս ինչ որ ֆինանսական խարդախության մեջ մեղադրելով եկել եք մարդու տնից 190 հատ այդ կենդաների մանիկենները տանում եք, ուր եք տանում։ Ինչի համար, որտեղ եք պահելու, տանելու եք Նիկոլես տունը դնեք, այդ արյուստները, այդ կենդաները մեղ չէին, այդ տկարամիտ հետամանած քաքակ փոսի մեջ ապրող երկիր, այդ արյուծը մեղ չէր տարա գլուխը կերակ։ Այ կենդանաբանական այգու պատասխանատու պարոն, ես էլ մտածում էի մասնագետ ես, որ հիմար բաներ ես խոսում, բայց այդ բոլոր տեստերը պետք չէր անել միջև արյուծին քննաստելը։ Մենք որ մեզ մոտ ուզում ենք մեկին վիրահատենք, սկզբից արյան անալիզ են անում, 100 տեսակ տեստեր են անում, հաշվ են առնում այդ մարդու տարիքը, եղած հիվանդությունների քանակը, նոր որոշում ենք, ասենք, նարկոզ կարելի է տալ, թե չէ։ Նարկոզը տվել եք, քնաբերը տվել եք, արյուծին սպանել եք, հիմա եկել եք մի հատ ցուցակ եք ներկայացնում, որ խոլեստերոլ ուներ, շաքար ուներ, սրտի անբավարարություն ուներ։ Անուղեղ, այ ամեն հարցում այս երկիրը այս վիճակի մեջ է։ Տկարամիտ ժեխական ինչից է գալիս է վերևից, որովհետև այս երկիրը ղեկավարող մի անձնավորությունը, որը մի հոգի է ղեկավարում, միանձնյա ղեկավարումը, ինքը իրանով անգրագետ է, ինքը իրանով տկարամիտ է, ինքը տգետ է, բայց իր ձեռքերում կուտակելով ամբողջ իշխանությունը, ստիպում ամբողջ համակարգը, որ անի այն ամբողջ այլանդակությունները ինքը ինչ-որ հրաման է տալիս։ Քրեական ինչ-որ խարդախություն արյուստերին ուր եք տանում, ինչի համար։ Այդ արյուստերը ապրում էին Գագիկ Ծառուկյանի տանը եւ վագրերը եւ մնացած բոլոր կենդանները։ Հայաստանի Հանրապետության հազարավոր, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր քաղաքացիներից ավելի լավ պայմաններում։ Միս էին ուտում, լավ հյութեր էին խմում, բանջարեղենով էին սնվում, այն անատամ քյավտար սոված հայաստանցիների համեմատ։ Տարեկցել եք ձեր կենդանաբանական այգին, ինչի համար։ Պարոն կենդանաբանական այգու մասնագետեր, տնօրեններ, անունը չեմ հիշում ուղղակի որ ասեմ։ Ձեզ մոտ կենդանաբանական այգում 6 ամիսը մեկ մի կենդանի սատկում է, դուք եղածի ձեռն եք կրականգել, չեք կարում պահեք։ Կամ ինչպես այսօր մի այլ ուրեմն տիկիններ խոսում, տասնյակ ռեստորաններում, չգիտեմ, տասնյակ մարկաստաներում այդպես կենդաններ կա։ Գնացել եք այդ բոլորին հավաքել եք, նայել եք ինչ պայմաններում են դրանք ապրում։ Գագիկ Ծառուկյանի կենդանիները, Գագիկ Ծառուկյանում տանը մուկը, իր խնամի մուկը չէ, ընդհանրապես մուկը, առնետը կամ ճանճը ավելի լավ են ապրում, ավելի լավ են սնվում, ավելի լավ բժիշկների են տեսնում, բուժվում, քան թե ձեզանից 100 հազարավորները։ Այդ ներկայացումները անելու համար իմաստն ինչ է։ Ու սենց տկարամիտ էս հայությունը աշխարհասփյուր, Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում սենց ընկել են, մի հրճվանք են ապրում, այն Արուս Կավկազի ձայնագրությունն են ցույց տալի, որ եկել է Գագիկ Ծառուկյանի տուն, ժողովուրդ, էլեմենտար մի բան կա։ Օրենքով, ամեն բան պետք է արվի օրենքով, համարենք Գագիկ Ծառուկյան, ինչպես ասեցի մի ընկերներից մեկին երեք, Գագիկ Ծառուկյանը համարենք ամենավատ հայն, ամենահանցագործ, ամենախարդախ եւ այլ, բայց օրենք կա։ Նա կարող է խարդախություն անի, բայց դու իշխանություն, պետություն, դու իրավունք չունես անօրինական ձևով այդ անելս։ Գագիկ Ծառուկյանը կարող էր իրան թույլ տալ
Նիկոլի նման տխմարին ասեր գցելու են Վանդակի մեջ ոց առյուծի հետ, որտեվ նա Գագիկ Ծառուկյանն է, նրա ծածկանունը, մականունը Դոդի Գագոյա եւ ինքը իշխանություն չի ներկայացնում։ Բա ձեր տեխնացուն, ձեր տականքը այդպես բաներ, որ իրան թույլ է տալիս, այդ 700,000-ի ընտրության արդյունքն է։ Գագիկ Ծառուկյանը Աբովյանցի է, բայց ինչպես առաջ էին ասում, Գագիկ Ծառուկյանը քաղաքի տղա է։ Գագիկ Ծառուկյանը փախնող չի։ Ոնց որ երեկել մեկ այլ ընկերոջս ասեցի, ասի Ռոբերտ Քոչարյանը ու իր տղան նրանք փախնող չեն։ Ռոբերտ Քոչարյանը կետա տարիներով բանտում կնստի, իր տղան էլ հետը, բայց նրանք փախնող չեն։ Ինձ համար ատելի այդ մարդիկ անընդունելի համենայն դեպս, որոնց միշտ մեղադրել եմ խարդախությունների մեջ, երկիրը այս վիճակին հասցնելու մեջ, Արցախը կորցնելու մեջ ինչ որ միտեղ նրանց էլ եմ շատ մեղադրել, որտեղ նրանց վարած 20 տարվա քաղաքական արդյունքում էր Հայաստանը սես թուլացել եւ այլ, բայց այսօր այդ մարդիկ Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ ինձ համար ավելի ընդունելի հարգելի են, քան թե սրա նման ոչնչությունները, որ սես նստած հրճվում են, այս սրա նման ոչնչությունները ամբողջ ՔՊ-ի ուսապարկերը, որ կյանքում մի կուշ փորով հաց կերած չկան, հիմա բնակարաններ են գնում, հիմա մեքենա է իր համար վարում, արդեն գիտի մեքենա ունենալը ինչ բան է, սաղ կյանքերվի տրանսպորտով մարշրուտնում 20 կոպեկ տվեց սրա նրա գիրկը նստե գնաց եկել է, այսօր մեքենայի մեջից ելույթներ ունենում, ձայնագրություններ, վիրավորական ձևով են խոսում ամենայն հայոց կաթողիկոսի մասին, Գագիկ Ծառուկյանի մասին, Սամվել Կարապետյանի մասին, նայում են իրանց տերը ոնց որ խոսում են ինչ բառա, պատճառով, բառա ոճով իրանք էլ կրկնում են։ Այս մարդիկ, որ կյանքում կուշփորով հաշեն ուտե, էլ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը շատ ներողություն է խնդրում, որ մի հատ լավ քաքի չէ, սրանք սաղ կորեն դրա մեջ։ Այդ ձեռնաշղթան գցել էիք, ձեռին էլ չեր ընկե։ Այն խեղճ ու կրակ գեղացեն մասկե ներեցին սենց նստել այդ տունն է նայում, Ծառուկյանի կողտել կանգնել է, Ծառուկյանն էլ իրանից իր գլուխ սենց ջանով այդ ձեռնաշղթան ձևի համար դրած սենց ձեռին, ինքը խելոք սենց իր համար կայնել է, երևի ասել է տղեր ջան, ես փախտողը չեմ, թողեք բան, թող խոսամ, սենց կողից բռնել են Գագիկ Ծառուկյանին, այդ չէ կարա։ 200 դրամով դուք դիրքն եք վաճառում, դիրքերն եք հանձնում, այ վախկոտներ, այդ Նիկոլն որ ասում է փախել եք չկրվե, այդ փախել չի կրվե, ձեր ԱԱՑ-ն փախել չի կրվե, այդ ձեր մենթերն են, այդ ձեր միլիցեքն են, այդ ձեր քնչականն է, որ Նիկոլի վեցնոսն է, որ նկարում են 2 րոպե հետո տալիս են այդ կեղտոտ միվիկ այդ նիկոլական կայքերին, որ տարածեն որ թե ժողովրդին մենակ թշնամացնում եք իրար դեմ եք անում, այս ժողովուրդը սենց մի փոքր ժողովուրդ, մի փոքր ազգ, բայց ոչխարի ուղեղով ժեղ ձայնը տվին Նիկոլին ու չեն հասկանում թե Նիկոլ իրանց ուրա տանում, իրանց տանում է սենց ձեզ տանում է անդունդի եզրը սենց որ բրդի ու գցի ձորը, այս այդ մարդու ուզածը, այս իրա ուսապարկերով, այս իրա խմբով, այս իրա վեցնոսներով Ինչ ասեմ, ես էլ չգիտեմ ինչ ասեմ, զարմացած եմ ուղղակի այն մարդկանց վրա, որ մտածում են, որ ավելի շատ ինտելեկտ ունեն, ավելի քննադատ են, կամ կենթանաբանական այգու տնօրենա, փոխտնօրենա, սա ավելի խելոք բաներ կխոսա, ոչ թե արդ փորով այդ բիձեքին բերել եք, այս 40 սանտիմետրանոց պատգարակի վրա եկարյուծին տեղափոխելու, դուք ինտերնետ չեք նայում, դուք կինո չեք նայում, դուք Եվրոպայի, Ամերիկայի փորձը չեք ուսումնասիրում, մի հատ մեծ վանդակն ինչ էր եղել, որ բերեիք սիրուն չունեիք, այդ առյուծին առած քնացնելու ընդեղից քշեիք, մցնեիք այդ վանդակի մեջ, տանեք դնեք ձեր գազանանոցի վանդակը, կամ հենց ձերբակալեիք այդ կենթաներին բանի տանը, Ծառուկյանի տանը, այդ 30 սանտիմետր լայնքով այդ պատգարակը բերել եք, այդ ազդահա առյուծին պարկասում եք, այն մի էշը պոչից է բռնում, այն մեկը ձեռից է բռնում։ Այ մեկ-մեկ որ խոսում եմ, որ տղաս ասում է, խիա մեր ֆուտբոլը սենց մեր ընես բան, ամեն բանն ատեց, կիսատ պռատ, չկա մի հատ մասնագետ, մի հատ նույնիսկ, ես չգիտեմ, փողոցը մաքրող դվորնիկ չունեք, որ լինի պրոֆեսիոնալ կրթված։ Քաղաքական դաշտը համատարած դա է, տկարամիտ տգետ անգրագետներն են խոսում քաղաքականությունից, տկարամիտ տգետ անգրագետ լրագրողներն են զբաղվում քաղաքականությամբ, փրկարարը, հրդեհա, բանը
սիգարետը բերին այսքան փորով կայնած նայում թե թաղի տղերքը ինչ են ասում, ոնց փրկեն, հրդեհը նույնն է, միլիցիան նույնն է, ազգային անվտանգությունը նույնն է, զինվորը երկիր պաշտպանող նույնն է։ Այս խղճուկ վիճակն է։ Ես չգիտեմ։ Հիմա հանդիս լոսից մի երկու հատ լոսից Երևանից մի քանի ժեխ ներկայացուցիչներ են, որ մի երկու օր չեն լողացել։ Արա դու իմ ազգին ժեխ ես ասում, բա ժեխ եք էլի։ Այն երեխեքի գլուխը որ կերակ, այդ տրում են որ տարիներով այդտեղ այդ խողովակը դրած էր, բայց մենակ ժեխերի շրջապատում այդ խողովակը այդտեղ կլի, այդ խողովակի կողքը տեսակ ինչքան աղբեր թափված, այդ ժեխը չի անում այդպես։ Այն երկու երեխեքին որ են մի գյուղում բռնաբարություն էին արել, ոտնձգություն սեռական, բայց ժեխ չեք։ Որ մեկ ասեմ, ծերից էր Ժեխաստան։ Այդ ստանը լավ է ձեզ սազում է, Ուզբեկիստան, Ղրղստան, Պակիստան, Հայաստան, տոշտի ստանի մեջ եք։ Ժեխաստան։ Չգիտեմ։ Ուզում եմ, փորձում եմ հնարավորին չափ հեռու մնալ, զբաղվեմ իմ հետաքրքիր հաղորդումներով, ֆիլմերով։ Հաշված շաբաթներ է մնացել, որ պետքա գանք Հայաստան։ Երևի մորս առողջական վիճակը որ չլիներ, այդ տոմսս ես կպատրեի, կմնայի տանը 3 կիլոմետր հեռավորության վրա լողապն է գտնվում, ջուրը տաք, եղանակը գեղեցիկ մնայի, լիքը բան ունեմ կարդալու, աշխատանքներ ունեմ անելու, հանգստանայի ինձ համար, թե շատ տհաճությամբ պետքա գամ հաշված շաբաթների ընթացքում, բայց մի գրամ այսքան չի ձգում։ Հիմա կասեք մի արի, գնացել ես, դու կտեք, գնացել եք, մոռացել եք, փող տվեք, ես շատ սարսափելի է ու այս լռությունը, այս համատարած լռությունը բացառությամբ Տիկին Ժան Ալեքսանյանը խոսեց մեր կատ ինչ որ կազմակերպության մարդիկ բանել, այս համատարած լռությունը, այդ սպորտսմենների լռությունը, այդ ընդհանրապես այդ հրճվող ժեխերը երևի է սրանց հետ միասին, որ հրճվում են, բան են անում, էլ չի, ես Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի տեղը որ լինեմ, երեք մեկին էլ ասեցի, ես դատի կտամ Հայաստանի Հանրապետությանը, բայց եթե մարդիկ այնքան արժանապատվություն ունեն, իրանք դատի չեն տալի եվրոպական դատարաններում, որտեվ վերջում գումարը պետքա մուծի, ոչ թե Նիկոլ իրա Վովայի հավաքած թաղման փողերից պետքա բերի մուծի, այլ պետքա Հայաստանի պետական բյուջեից մուծեն, Հայաստանը լինի նորից պարտքի տակ։ Այդ նպատակով է, որ այդ մարդիկ դատի չեն տալի։ Բայց եթե իրանց տեղը լինեի, ես դատի կտայի Հայաստանի կառավարությանը, իշխանությանը, այն բոլոր անօրինականությունների համար, այն բոլոր խոսույթների համար, այն բոլոր վիրավորանքների, ամեն ինչի համար, Հայաստանցու հերն էլ անիծած, Հայաստանի բյուջեի հերն էլ անիծած, մեկը այդ բյուջեն մնալու է Վախթեհուշ Ալիևին, այդ երկիրն էլ հետը, թող այդ մարդկանց փոխհատուցեն, ես դատի կտայի։ Դատի կտայի այդ 700,000-ը, որ գնացել իրանց զայնը տվել են Նիկոլին, այն մնացած մի 100,000-ն էլ իրանց ընկեր բարեկամ հարևանների միջոցով զայն են փոշիացրեցին, այն կեղտաբերանին տվեցին, Համասարամոլին տվին, այն Նիկոլի հետանցքում պատտվող Բաբաջանյան, Սարգսյան, Մարքսյան, Շիրինյան բանը դրանց բան արեցին, թող այտենց, թող սոված այտենց այդ փոսի մեջ, այդ քակափոսի մեջ ապրեք, թող սովածը լի, թող հարկերը բարձրանան, թող կյանքը թանկանա, բայց ձեր գրպանից ձեր հարկերի հաշվին թող փոխհատուցեն Ծառուկյանին։ Ես Ծառուկյանի տեղը եմ ամենանազնվությամբ դատի կտամ։ Ծառուկյանի համար Եվրոպայում կամ բանում երկու հատ լավ դատավոր վարձել ինչ է Եվրոպայում կամ Սամվել Կարապետյանը երկու հատ լավ բան դատավոր ներողություն, դատապաշտպան վարձեք, անես մի հատ դատի տվեք, մեկը Վաղեմիսոր Ալիևն է, մեկը դատի տալու։ Այս տարի շուտով կսկսվեն դատավարություններ ընդդեմ Հայաստանի։ Այս դատի կտայս, ես կքամեի երկիրը, թող ժողովուրդն որ գնացեց զայն տվեցին, այս փորձանքին բերեցիք, դրեցիք, այս լպիրշին, այս զզվանքին, այս չեղչիմ, այս ջիշովկա, այլ Երևան առաջ ասում են ջիշովկա գյադայա։ Գագոն լինելով գեղացի, իր էությամբ Գագոն գեղացի է, միլիարդների մեջ, միլիոնների մեջ տեսած, բայց Գագոն գեղացի է, անճաշակ բան, բայց Գագոյի մեջ այնքան մարկություն կա, ինքը այնքան մարդու է օգնել լավություն արել այդ սպորտսմենների շաշված, մենակ Արցախի փախստականներին։ Լֆիկը մուծվում է Աննա Կարապետյանին, Գրզոն մուծվում է ՔՊ-ին, սենց, բայց Գագոն նրան չի տալի, Գագոն մարկանց է օգնում։ Ու այդ ապերախտ մարդիկ ապերախտ ոչ միայն Գագոյի ձեռից ուտողներ, այլև նաև այն որ գնացին զայները տվել են, պետք է այդտենց տարապեն։ Ինչ ասեմ։
Աստված ձեզ դատավոր, Փառք Աստծո, մենք լավ ենք, մենք ազատ երկրում ենք, մեր երկրում դեռ այդպիսի բաներ չկան ու չեն լինի, որտեղ մենք չենք լռում, մենք բողոքում ենք, մենք փողոց ենք դուրս գալիս, մենք արդարադատություն կա այս երկրում, բռնապետության փորձեր են տեղի ունենում, բայց դեմը առնում ենք։ Աստված ձեզ դատավոր, ազատություն Գագիկ Ծառուկյանը կոդրվող տղեն չի։ Նորից եմ ասում, երբեք նրան ոչ համակրել եմ, ոչ հետևել եմ, բայց նրա բլակներին, նրա խոսացածին, մենակ այն մի բան է նախընտրական ժամանակ, որ Նիկոլը վրա էր տվել հայոյում էր, ասում էր, ես ընտանիք չեմ մտնի, հասկանում եք, դուք էլ գողական սիրող երգիր եք, գողական սիրող ազգ եք, 16 տարեկանից ձեր երեխեքը դանակները ջեբներն են ման գալի, արա դու սխալես ռազմիրատ, այ ինքը մարկային հայկական հասկացողություններով Գագոն ասեց ես ընտանիք չեմ մտնի։ Նիկոլը գնաց Գագոյի տունը աղու հաց կերավ, հարսանիքին մասնակցեց, եկավ 5 օր հետո խորհրդարանում հավաքեց դատախազով բանով, որ Գագոյին գնաց ձերբակալեն։ Հիմա էլ Նիկոլը աղու հացը ուրացող, որտեվ այդ մարդը գեղցի է, դա արդեն այն գեղցին է, որ Իջևանի ղռերից հələ դուրս չեք է իր էությամբ։ Ու սա ձեր ընտրությունն է։ Այ դուք սրանով պիտի ապրեք։ Նույնիսկ այն որ ստե Նյու Յորքում լոսում նստած են, սենց լայքեր են դնում այդ Նիկոլի բաների տակ, գիտեք, տենում եմ ախր ժողովուրդ, եթե տեսնում եք դուք սաղը երբ որ գրում եք, այս ապուշը որ խոսում է, ստակի լայքերից տեսնում եմ, ով է լայք դրել, ցույց է տալի։ Սա ձեր ընտրությունն է։ Ու հետաքրքիր է, էլի, առոք փառոք ամերիկաներում ապրում են, ու այդքան էլ ազնիվ չեն ապրում, ինչ որ հնարավոր է խարդախություն, բայց այսօր Գագիկ Ծառուկյանը, Նիկոլը լավ արել, բա օրենք ինչ եղավ արա։ Հատես լայքերը դնում եք, սիրում եք, հա Գագիկ Ծառուկյանին փռեցին։ Այդ չորացած տասած սև մասկով 35 աշյանի տակ այդ գեղցի լավ այնա փողոցը մանեգալ այդ պարեկներին նայում եք, էլի ոնց որ գեղի գյուղերի դաշտերից կարմիրվից բերել են ամեն մեկը սիգարետը դրել բերանը կայնել է ճելորած։ Այդ երկիրը ամեն բան կիսատ պռատ։ Դրա համար ոչ մի բանի մասնակից չունեք 100%-անոց։ Ազատություն Գագիկ Ծառուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալին, նույնիսկ Արմեն Աշոտյանին, որ կյանքում է տողուն չեմ սիրի, ազատություն իրան, որտեղ իրանք բոլորը քաղբանտարկյալներ են։ Անիծվի Նիկոլը իր խմբով, բառից բուն իմաստով, իր վարած քաղաքականությամբ Նիկոլը թշնամի է ժողովուրդ, լավ իմացեք։ Նիկոլը հայազգի թշնամին է, նա միայն ոչ միայն դավաճան է, ես առաջ այդ խոսույթը չի ընդունում, ես հիմա 100% նա կատարում է թշնամու հրամանները։ Նիկոլը հայազգի համար առաջի թշնամին ու դավաճանն է։ Ինչով կարող եք ընդդիմացեք, դեմ առեք։ Վարի է տալու ձեր երկրից, մեր երկրից ոչինչ չի մնալու։ Ամենայն բարիքներ Գագիկ Ծառուկյանին, համբերություն։ Երբեք նորից եմ ասում, չեմ համակրել ոչ իրան, ոչ իր խնամիներին, ոչ իր տղուները կա մեկնել ասում, իր տղեն, բա գիտես ինչ արի, ասում եղբայր, ասում, ես մեղավոր եմ իր տղեն ինչ արել, չէ, դու մեղավոր ես, չէ։ Գագիկ Ծառուկյանը մեղավոր է, կարող է մեղավոր է, որ մի քիչ վատ է դասիրակել, բայց իր տղեն հանցագործություն արել, երկիր եք, քննչական ունեք, հետախուզություն տվեք Ինտերպոլով, Բելարուսիայում կլինի, Դուբայում կլինի, բռնեք վեկալեք բերեք։ Գագիկ տղայի առած հանցագործությունը այսօր այլ կատարված այլանդակությունների հետ ինչ կապ ունեն։ Դրա համար կա դատ ու դատաստան։ Այսքան բան շատ երկար խոսացի կներեք։ Գագո ջան, դու լավ տղա ես, դու ճիշտով ես ապրում այսօր, անկախ դրանից ոնց ես միլիոնատեր դառը, ինչ ես արել, էդի ուրիշ հարց է, դրա համար կա դատ ու դատաստան, օրենք կա։ Մնացածը համբերություն, դիմացեք, այս նկարը վաղը հանելու եմ, Գագոյի նկարն եմ կպցնելու ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանին։ Ամենայն բարիք բոլորին։